Խորհրդային կարգերի ժամանակ, երբ երկրում սկսեց մոլեգնել բոլշևիկյան տերորը, գլխավոր թիրախներից մեկը դարձավ եկեղեցին։ Շրջանառության մեջ դրվեց կրոնը Ափիոնե կարգախոսը։ Սպանում էին կաթողիկոսին, աքսորում, գնդակահարում եպիսկոպոսների ու քահանաների, պայթեցնում կամ պղծում սրբավայրերը։ Համոզված էին, որ այդպես եկեղեցին չի գոյատևի։ Բոլշևիկյան տերորից 1 դար է անցել, դարձյալ քաղաքական իշխանությունը փորձում է փոխարինել Աստծուն։ Դարձյալ քաղաքական նպատակահարմարությունը դառնում է ճշմարտության միակ չափանիշը, դարձյալ ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ, բերման են ենթարկվում քահանաներ, գրավում են եկեղեցիներ։ Իրավապաշտպաններն ահազանգում են, ոտնահարվում է երկրի մայր օրենքը, սահմանադրությունը։ Ոտնահարվում են մարդու արժանապատվությունն ու իրավունքը։ Անցյալը համառորեն թակում է ներկայի դուռը։